Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը ավիահարվածների հետևանքով սպանվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նախարարության հաղորդմամբ գործողությունը նպատակային էր եւ ուղղված էր Իրանի բարձրաստիճան կառույցների դեմ։ Միաժամանակ հաղորդվում է, որ առանձին հարվածի հետևանքով սպանվել է Բասիջ կիսառազմական ուժերի հրամանատար Լարիջանի մահվան մասին Իսրայելի տարածած տեղեկությունից հետո նրա սոցիալական էջերում նոր գրառում է հրապարակվել։ Գրառման එකից լուսանկար է, որտեղ պատկերված է Լարիջանիի ձեռագրով նշում, որը պատրաստվել է ամերիկյան Սուզանավի կողմից իրանական Իրիս Դենա ֆրեգատի խորտակման հետևանքով զոհված նավաստիների հրաժեշտի արարողությունից առաջ։ Որոշ ժամանակ անց արդեն Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հեգնում է, որ Լարիջանիի գլխագինը $10 միլիոն պարգև էր, իսկ իրենք ոչնչացրել են նրան անվճար։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է մնացել փետրվարի 28-ին ԱՄՆ Իսրայելի ավիահարվածից հետո հարձակումից կարճ ժամանակ առաջ տանից դուրս գալու շնորհիվ։ Այս մասին գրում է Տելեգրաֆը, որի տրամադրության տակ է հայտնվել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակի արարողակարգի ղեկավարի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հոգևորականներին եւ հրամանատարներին ուղղված ելույթի աուդիոձայնագրությունը, փոխանցում է Մեդուզան։ Մոջթաբա Խամենեին կնոջ եւ որդու հետ միասին գտնվել է Թեհրանի նույն համալիրում, որտեղ նրա հայրը Այաթոլլա Ալի Խամենեին փետրվարի 28-ին համալիրին հարված է հասցվել։ Աստծո կամոք Մոջթաբան ստիպված էր դուրս գալ բակ ինչ-որ բան անելու, ապա վերադառնալու նա դրսում էր եւ վերև էր բարձրանում, երբ նրանք հրթիռ արձակեցին շենքի վրա, ասվում է ձայնագրության մեջ։ Մազահեր Հոսեյնիի խոսքով Մոջթաբան ստացել է ոտքի թեթև վնասվածք։ Նա պնդում է, որ հարվածները միաժամանակ թիրախավորել են համալիրի մի քանի հատվածներ եւ նպատակ են ունեցել ոչնչացնել Խամենեիի ամբողջ ընտանիքը։ Հարվածի հետևանքով զոհվել էին Ալի Խամենեին, Մոջթաբայի կինը եւ որդին։ Իրանցի պաշտոնյան Տելեգրաֆին ասել է, որ ռազմական հրամանատարները որևէ տեղեկություն չունեն նոր գերագույն առաջնորդի վիճակի մասին։ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն տեղեկությունները, թե նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում բուժման նպատակով։ Ստելու սովորությունը չի լքում ստախոսի գլուխը, սակայն իրանական առածն ասում է, որ ստախոսը կարճ հիշողություն ունի եւ մոռացկոտ է։ Այսօր արևմտյան եւ պարսկալեզու լրատվամիջոցներում հնչեց սկանդալի թմբուկը։ Այսօր հեղափոխության գերագույն առաջնորդին բուժման նպատակով Ռուսաստան տեղափոխելու մասին լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները փախչելու եւ թաքսոցներում թաքնվելու կարիք չունեն։ Նրանց տեղը փողոցներում է, ժողովրդի մեջ։ Նահատակ Խամենեիի արյունը չեղարկում է հոգեբանական պատերազմի մոգությունը եւ ստի հոսքը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում նավագնացության ճգնաժամային իրավիճակի։ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի կարելի դիտարկել առանց տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը հաշվի առնելու, քանի որ նավագնացության խաթարումը պայմանավորված է ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի սանձազերծած գործողություններով։ Յուրաքանչյուր երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը մտահոգված է խաղաղությամբ եւ անվտանգությամբ, պետք է պատասխանատվությամբ դատապարտի այս երկու ռեժիմների հանցագործությունները եւ պահանջի դադարեցնել նրանց ռազմական ագրեսիան իրանական ժողովրդի նկատմամբ։ Արաղչին նաև հայտնել է, որ վերջին շփումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել մինչև Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողության սկսվելը։ Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ վերջին օրերին վերականգնվել է ուղիղ կապը Ուիթքոֆի եւ Արաղչիի միջև, որոնք մասնակցել էին Ժնևում կայացած բանակցություններին Իրանի դեմ գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ առաջ։ Աղբյուրների պնդմամբ իրանցի նախարարը Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին ուղարկել է հաղորդագրություններ պատերազմի ավարտի վերաբերյալ քննարկումներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է շուտով ավարտվել, պատասխանելով այո անշուշտ, իսկ մի քանի վայրկյան անց պարզաբանել, որ չի սպասում անհապաղ ավարտի։ Ես այդպես չեմ կարծում, բայց դա շուտով կլինի, երկար չի տևի։ Մենք շատ ավելի անվտանգ աշխարհ կունենանք, երբ այն ավարտվի, այն շուտով կավարտվի։ Թրամփը նաև անդրադարձել է Իրանի կողմից մերձավոր արևելքում ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Իրանի պատասխան հարձակումներին։ Թեհրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի քանի երկրների, այդ թվում Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի եւ Քուվեյթի ուղղությամբ ԱՄՆ նախագահը նշել է, որ հետախուզության պաշտոնյաները չէին սպասում նման հարձակումների, նույնիսկ ամենափորձառու փորձագետները չէին կարծում, որ նրանք կհարվածեին, ասել է Թրամփը, հավելելով, որ տուժած երկրներից մի քանիսը համեմատաբար չեզոք հարաբերություններ են պահպանում Իրանի հետ։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան եւ նրա աշխատակազմի ազգային կանխարգելիչ խմբի անդամները այցելել են այն հաստատություն, որտեղ պահվում են գերիները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը։ Օմբուդսմենը հայտնել է, որ նրանց իրավունքները պահպանվել են, տրամադրվել են փաստաբաններ, ապահովել է մասնակցություն դատական գործընթացներին, նաեւ անցկացվել են գաղտնի հանդիպումներ, զննել են կալանքի պայմանները եւ առողջական վիճակը, տրամադրվել են իրավաբանական եւ բժշկական տեղեկություններ մայրենի լեզվով։ Հանձնաժողովի զեկույցի համաձայն գերիները նշել են, որ ստացել են մարդասիրական վերաբերմունք եւ համապատասխան կենսապայմաններ։ Նշենք սակայն, որ Վարդանյանի ընտանիքը պնդում է, թե նրան չեն թողել դիմել ադրբեջանական օմբուդսմենին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հանրային ոլորտի նախարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։ Հայաստանն իր 1000-ամյա պատմության ընթացքում երբեք չի պլանավորել ու ցավոք այսօր էլ չի պլանավորում թռչել լուսին եւ վարչապետը բացահայտում է, թե ինչու։ Միացյալ Նահանգների դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000, այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չի ունել։ Մենք իհարկե մեր 1000-ամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։ Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որտեւ եթե լիներ այդ 400,000 պրոֆեսիոնալը եւ գիտնականը, որը մեկը կարող է բացատրել, ինչու պիտի մենք հրաժարվեինք լուսին թռնելուց, ինչու։ Որևէ պատճառ չկա։ Սա այն դեպքն է, կներեք այդ կոպիտ օրինակի համար, 1000 ներողություն այդ կոպիտ օրինակի համար, այդպիսի ասացված կա, չէ, որ ասում են աղվեսի դունչը չի հաշնում խաղողին, ասում է խակա։ Լուսին թռնելը մեզ համար խակ է, իսկապես խակ է, որովհետև գարունը նոր է բարձրել և միրգը հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանն աշխատանքային այցով Օմանում է, Մասկատում կայացել է Հայաստանի եւ Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսայդիի հանդիպումը։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաեւ արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը տնային կալանքից ազատ արձակվեց։ Սրբազանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողությունը համատեղ բացակայելու արգելքի հետ։ Սրբազան հորն արգելվում է առանց վարույթն իրականացվող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Սրբազանին արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, նաև Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։